բազմազավակ մայրը, չէ՞ որ սաղս ընտրություն են գալի 18 թվականի սաղ ընտանիքներով սաղ բազմաթիվ ելել են փողոցները, որ Նիկոլը ընտրվի, ընտրեցի, բայց ինչ պատասխան ստացանք, ոչ մի բան, այսինքն այնց է դուրս գալի, որ մարդ արժեքներ չունի այս կյանքում, այդպես է դուրս գալի, որ մարդը բանի տեղ չեն դնում, քանի ամիս, քանի տարիներ, մարդիկ միտինգ են անում, շոշ են խանգում, Неужели մարդկանց ձայնը, այսինքն պիտի հիմա դրանից էլ ինչ վատ բաներ ունի, տակին պարկաստրել ռեանիմացիա, ույս չեն տալի կապրի, հաստատ ամեն ինչ կանում վերգևի, բայց ույս չեն տալի, տոքերը չի աշխատում, ես ուրիշ պատասխան չունեմ, չգիտեմ, 36 տարի մարդը ուղորնի մեջ է ապրել, 1000 անգամ ինձ կներեք, էլ դրանից էլ ինչ է այդ մարդը պատասխան սպասի արտավարությունից, եկել են, այդ սաղ վիդեոն YouTube-ի մեջ կան, որ դրյալ մարդը ուղորնի մեջ է ապրում, պայմաններ չկան, Քրիշը վերևից տապում է, մի քանի վաղտար առաջ եկել են ցույց է տալի, քարը տապում է շենքից, դա неужели մարդկանց ձայնը հաշվի չեն առնում, երեխան մեջն է, բա որ իմ Աստված չան երեխան մերավով է պատասխան տալու, այդքան բան եմ ուզում ասեմ, որ թող չմոռանան, ընտրությունները գալիս է։ Կներեք, ես ավելի ուշ միացա, դուք կներկայացնեք ձեր խնդիրը, ոնց հասկացա բնակիչներ եք, հա։ Բնակիչներ ենք, հա, արդեն ասել ենք, մեր պահանջը վթարային է, ոչ թե 4-րդ կարգ, արդեն 5-րդ Վարդաշեն 6-րդ փողոց 68-ի աշենքը, որ ցենց ահավոր վիճակում է, արդեն ճիշտն ասած այնքան ենք ասել այդ նույն բառերը, ողնել ենք, որովհետև ես չգիտեմ, էլ արդեն հույս կա թե չէ, վերջին հույսն է, թե 12 անցքից ընդունելու են մեզ վերջնական, որ ասեն պատասխանը։ Ով է ընդունելու, գիտեք։ Ճիշտն ասած ազգանունը չի։ Բայց ես գիտեք հիշում եմ, որ ամիսներ առաջ Տիգրան Աբինյանը ասաց, այդ հարցը լուծվելու է։ Աբինյանը ասեց, բայց ոչ մի հարցեր չլուծվեց։ Այս պահին ամեն հարկի վրա 30-40 բնակիչ են ապրում։ Ընդհանուր օգտվում են մի տուալետից, այդ հիգիենան ընդհանրապես չկա։ Ոնց կարելի է երեխաներն էլ են, հələ ես ասում եմ փլվելը մի կողմ, բայց հիգիենան որ մի տուալետից կարա օգտվի, մեկը տանի երեխու շոր լվա, մեկը աման լվանա, մեկը չգիտեմ սնունդ լվանա, այդ հիգիենա։ Այսինքն իր խոստումից հետո որ քարը տեղի չի շավարում։ Չի եղել։ Մեզ ուղարկում են գնացեք քաղաքապետարան, գնում ենք այնտեղ ամսի 29-ին, մեզ ասում են ձեր դիմումը տրված է կառավարություն, գնացեք կառավարություն։ Եկել են կառավարություն, ժամը 8-ից տեղ ենք, մեզ ոչ մեկ ոչ ընդունելա, ոչ մի պատասխան։ Բայց ինչ են ասում, ինչի ժամը 8-ից չեն ընդունում։ Նիստա, սպասեք։ Հիմա ոստիկանը մոտիկացել է 12-ից ձեզ կընդունեն 4 հոգի։ Հիմա տեսնենք վերջնական պատասխան։ Եթե մեզ ստույգ պատասխան չտվեցին 100%, ուրեմն մենք վաղվանից այս փողոցներն կփակենք ավելի լավ միջև ընտրություններ, ինքը ունի քարոզարշավ։ Թող մի հատ գա մեր պարոն վարչապետը այցելի Վարդաշեն, բոլոր տեղերը, ռայոնները, ամենավերջի կետը գնում է։ Neужели իր քաղաքացուն ինքը չի զուգա, տեսնի ինչ պայմանում է։ Շատ լավ, դուք ասելիք ունեիք, կներեք։ Ինչ ասենք, բազմաթիվ երեխաներ կան այդ շենքերում, որ լուծվի, ով է պատասխան տալու։ Երկու շենք է, չի եղել են ձեզ մոտ։ Հա, ես եղել եմ, իմ աչքով տեսել եմ այդ վիճակը։ Բոլորը ընտրվելուց առաջ խոստումներ տալիս են։ Ավինյանի հետ քայլել եմ, Ավինյանի հետ խոսել եմ, ասում եմ ինքեր պարոն Ավինյան ջան, շատ եմ խնդրում, ասի 3 հատ մանկահաս երեխեք ունեմ, խնդրում եմ, ասում մի հատ բնակարանի հարց լուծեք ես, քանի 92 թվից այդտեղ ապրում ենք, ցավը տանեմ, այդ երեխեքը մեղք են, երազում են, որ երկու ձեռքով գոնե լողանան, ահա որ վիճակ է, բոլպոս պատերը, պանելների արանքից բանը սունկերը աճում, հլվելու է երեխեքի վրա։ Դուք անգամ չգիտեք, թե որ ձեր հարցը որ փուլում է։ Տեղյակ չեք որևէ բանից։ Ամեն օր նույն բանը ոչ մի բաներ գնում տալիս, խոստումներ են տալիս, ինչ էլ ասես դրական ինչ-որ էմոցիաները, բայց հետո դուրս են գալի, արդեն պրտա բեր, մինչև հացնում են ներքև, այդ ամեն ինչը մոռանում։ Դուք պահանջում եք գումարային տեսքով փոխհատուցում, թե բնակարան։ Բնակարան ձեր քառակուսին համարժեք։ Պահանջում, քանի որ Ոնքի 25 քառակուսի մեջ, ես ոնց անեմ, կտրաստված 2 կոպեկով ես ո՞ր Բայց հիմա դուք բնակարան եք պահանջում այնքան քառակուսիով, որքան ձեր բնակարանն է, ձեր սեփականությունն է։ 28 քառակուսի։ Դե ձեր շուկայականի գինը ինչքան պետք է Եթե մենք ապրում ենք 13 քառակուսու մեջ,
Ոնց կարամ այդպիսի բնակարան Հայաստանում։ Դուք ավելի մեծ ակնկալիքներ ունեք, մեծ քառակուսու։ Չէ, մեծ քառակուսու տարածքի։ Խղճի ակնկալիք ունեք եւ այն օրենքի ակնկալություն, որ համապատասխան տան։ Բոլորը սեփականատերեր են եղել։ Ոչ 13 քառակուսու դեմ գումար, ոչ 13 քառակուսու դեմ դիմաց գումար եւ ոչ 13 քառակուսու։ Հա, նոր բնակարան։ Նոր բնակարան թող տան, հա, թող իրան չափերը ես չգիտեմ, Ձեզ համար կարևոր չէ Երևանի որ տարածքում եւ այլն։ Տունը որտեղ ուզում ալի։ Արդեն այստեղ Այսքան անգամ մարզին եք դուք համաձայն, միայն Երևան։ Հա։ Մեր Երևան քաղաքում դայրամատում երեխեքը էլի վիճակի գնամության ջրի մեջ պարկոն են քնելու ջուր, հելնում են առավոտում։ Տեղա շորերը քնում շորերը Ացալամես պարոն Փաշինյանը քայլերթով կայարանում էր։ Մոտիկացան մեր վերևի հանրակացարանի բնակիչները անձամբ դիմեցին էլի, ասեցին հա կգցենք այս երկու հանրակացարանների հետ ձեր հարցը։ Մեր քաղաքացին պետքա բարեկեցիկ ապրի։ Պարոն Փաշինյանի ասած բառերն եմ ասում։ Բարեկեցիկ, պարոն Փաշինյան։ Մի հատ եկեք տեսեք, մենք բարեկեցիկ ապրում ենք, այո, իրոք մենք պետքա մենք արժանի ենք։ Մենք ամեն ինչի ենք արժանի։ Մենք տարիներով աշխատել ենք, ստեղծել ենք, արարել ենք, այս երկիրը շենացրել ենք, այդ սաղ մեր տարիքի մարդիկ, ճիշտ է, մեր ջահելերը նոր են սկսում, բայց այս մեզ դրած երկիրն է, ուրեմն առաջ, մի քանի տարի առաջ, որ են հանրակացարանների տուն էին տալիս, տներով ապահովում էին, ես ինքս տեսել եմ, ինչ ձևի բնակարաններ ա եղել, նորմալ մարդկային պայմաններ, այս ժամանակ հլը բյուջեն, կառավարությունը, այսքան լավ չէր, բայց հիմա այս 8 տարի է, ավելի լավ են, ավելի շատ, մազերից շատ, շենքեր է կառուցված, ում համար այդ շենքերը, եթե ոչ մեր համար։ Հասկացա։ Մենք չենք ասում էլիտար, ես իմ քաղաքի կենտրոն, բայց ոչ մարզեր։ Մենք սերտիֆիկատ չենք ուզում, իրանք մեզ սերտիֆիկատ են առաջարկում։ Ոչ, մենք սերտիֆիկատ չենք ուզում։ Մեր ճիշտ է, մի սենյակները մեր մոտ շատ են, բայց կա քիչ քառակուսիներով։ Մինչև 35-ից սկսում է քառակուսիները։ Թող մեզ ապահովեն։ Մենք այս տարիքում այս սերտիֆիկատները առնենք, իրանք շատ լավ գիտեն գները Երևանում ինչ վիճակ, ինչ գները էլի տները։ Մենք Ինչ արժեքով սերտիֆիկատը չեն առաջարկել։ Չեն ասել։ Բայց առաջարկել են սերտիֆիկատ։ Չէ, որ ոնց որ դա է գնում։ Բայց գումար չեն նշում ինչքան։ Բայց մենք չենք ուզում այդ սերտիֆիկատը չենք ուզում։ Այդ ինչ պետք է նամես տա, որ մենք կարողանանք տուն առնենք։ Մի սենյակներ, երկու սենյակներ, երեք սենյակներ։ Շատ լավ։